Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ տարբերվող եւ երաժշտական թեմա ներկայացնեմ նոյեմբերի 12-ին ժամը 7-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի Արնո Բաբաջանյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա Օֆելիա Համբարձումյան 100 խորագիրը կրող հոբելենական համերգային ծրագրով նվիրված հայ երգի մեծագույն երախտավոր ժողովրդական արտիստ Օֆելիա Համբարձումյանի հիշատակին եւ ծննդյան 100-ամյակին։ Այս ամենի մասին մենք զրուցելու ենք մեր հյուրերի հետ Սանթուրա Հարուհի Քրիստինե Մնացականյան, բարի լույս եւ դուդուկահար Գագիկ Հակոբյան։ Լույս առավոտի։ Դες Արա Գևորգյանն էլ որ անցած անգամ մեր մոտ հյուրեր ասես քանի դուդուկահար գիտեք, մեր դուդուկահարների շարքում Գագիկ Հակոբյանը այո, շատ հաճելի հանդիպում եւ ծանոթություն։ Դե ինչ հայ երգի թագուհին կնշեր 100-ամյակը։ Իր այ հետաքրքիր ինչպես ենք մեծարելու, հա, նոյեմբերի 12-ին Օֆելիա Համբարձումյան։ Բավականին հետաքրքիր նվագացանք եւ երգացանք է ընտրված, այսինքն հիմնականում ներառված են Օֆելիա Համբարձումյանի կատարված ստեղծագործությունները, որոնք որ ժողովրդի կողմից շատ սիրվել են եւ հիշվել են։ Սայաթնովայից ստեղծագործություններ ունենք, Հավասից, Գուսան Աշոտից, Շահենից, լինելու են նաև գործիքային ստեղծագործություններ, ինչպես միշտ մեր նվագախումբը առանց գործիքային ստեղծագործությունների բացումը եւ փակումը չի անում, բայց հիմնական, այսպես ասած, կենտրոնացումը Օֆելիա Համբարձումյանի ստեղծագործական ուղուն է, նրա կատարած երգերին է, որպեսզի մենք պատշաճ ձևով ներկայացնենք մեր ժողովրդական երգչուհու, երգի թագուհու երգացանկը։ Իսկ ո՞րն է համերգի հիմնական ուղերձը։ Հիմնական ուղերձը, որպեսզի նշվի, հիշվի, շատ կարևոր է հիշել այն մարդկանց, ովքեր որ ներդրում են ունեցել եւ ում աշխատանքը շատ օրինակելի եւ որոշիչ է եղել հետագա սերնդի համար, որտեղ մինչև հիմա նրանից օրինակ են վերցնում, նրա կատարումներից սովորում են եւ լեգենդ է ինձ թվում է Օֆելիա Համբարձումյանը բոլորիս համար, անկախ նրանից մենք երկարվեստով զբաղվում ենք թե չէ, ցանկացած հայ պետք է հպարտանա նրանով, որ մենք ունեցել ենք նմանատիպ երգչուհի։ Շատ լավ, այդ ձեր համար որպես երաժիշտ, հա, վստահ եմ կլինեն գործեր երգացանկից, որ մեկը կարող է լինի, երկուսը լինի, բայց որը որ կառանձնացնեք, որը որ ձեզ ավելի հարազատ է, որը որ ձեզ ավելի է դուր գալիս որպես երաժիշտ։ Ունեք տենց գործեր, չէ՞։ Դժվար է առանձնացնելը։ Սարայր Կաղաչյան երգը, որովհետև մեջը սոլո ունեմ։ Դե իսկ դրամը Սարայր Կաղաչյան, դե բոլոր երգերը սիրում եմ, ժողովրդական երաժշտությունները, երգերը, պարերը, ստեղծագործությունները բոլորը ինձ շատ հոգի հարազատ, 5 տարեկանից զբաղվել եմ, միշտ սիրել եմ, կոնկրետ չեմ կարող առանձնացնել, բայց Սարայր Կաղաչյանը այս համերգի հետ կապված շատ եմ սիրում։ Վստահ եմ շատ սիրուն սոլո լինելու։ Իսկ ինչպես է Սանթուրը հնչելու այս ծրագրում, որպես ավելի մենակատար գործիք, թե նվագախմբի մաս, ինձ շատ հետաքրքիր է։ Այս պահին մենակատար գործիք չի հնչում, իհարկե կան երգեր, որտեղ որ նախանվագ կամ միջնանվագը տրված է Սանթուր նվագարանին, որպես նվագակցող ենք, մենք բոլորս ելույթ ունենում երգերի մեջ, իսկ գործիքային ստեղծագործություններում կան իհարկե նվագարաններ, կանունը, դուդուկը, որտեղ որ իրենք մենանվագով հանդես են գալիս, այս պահին Սանթուրը չէ, բայց հուսանք, որ հետագա ծրագրերում կլինի ներառված նաև այդ նվագարանը որպես մենակատար։ Իսկ ծրագրում ունենք անակնկալներ, հաճելի անակնկալներ, որոնց շակերտները պետք չի բացել, սպասի հանդիսատեսը ինչ-որ նոր համագործակցությունների, ինչ-որ նոր այս համերգի հետ կապված։ Ճիշտ ասած, երբ որ մարդը գալիս է համերգասրահ, հանդիսատեսը գալիս է համերգասրահ, ինքը գալիս է շատ մեծ սպասելիքներով եւ երաժիշտների եւ երգիչների, այո, ամենախիստ եւ քննադատ հանդիսատեսն մեր մասնագիտական հետաքրքրությունն ու վարպետությունը կայանում է նրանում, ինձ թվում է, որ մենք շատ բաներ չբարձրաձայնենք, որ հանդիսատեսը գա, ինքը ներկա լինի, վայելի այդ ամենը,
Բայց ասենք հիմնականում երգիչները, երգչուհիները, ովքեր որ լինելու են, թող մեր Գագիկը ներկայացնի, ինձ թվում է մնացածը արդեն իրենք տեղում կգան եւ կվայելեն եւ երգացանկը կիմանան, ինչ երգեր են կատարելու եւ երգիչներին, երգչուհիներին խնդրում եմ ներկայացնել։ Մենք համագործակցում ենք բոլոր ՈՒԱԿ-ի խմբերով, այս անգամ գերակշռող մասը երգիչների ու երգչուհիների Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլից բոլորս համագործակցում ենք էլի միասին, Բադալյան Վարդանն լինելու, Գայանեն Սիմոնյան, Մանեն Անյան, Գևորգ եւ Դավիթ Խաչատրյանները, մեր երգիչներն լինելու, ու մնացած մեր ընկերները։ Իսկ ընդհանուր քանի ստեղծագործություն է ծրագրում ներառված։ Գործիքային է եթե հաշվենք իրար հետ։ 20 ստեղծագործություն լինում է։ Շատ լավ։ Աննեք ինչ եք դուք կարծում։ Դուք ավելի եմ ասում նոր սերնդի ներկայացուցիչ եք Գագիկա, ինձ ավելի ձեր կարծիքն է հետաքրքիր։ Օրինակ ինչ եք կարծում, արդյոք մեր նոր սերնդին պետք է նմանատիպ համերգներ։ Նույնիսկ ես կասեի պարտադիր է ներկա գտնվել նման համերգներին, որովհետև ցավոք սրտի մեր նոր սերունդը չի հետաքրքրվում այն արտիստներով, ովքեր որ թողել են մի մեծ հարստություն մեր համար, ովքեր որ մեծ ներդրում ունեն մեր մշակույթում, ովքեր որ մեծ փոփոխություն են իրականացրել մեր մշակույթում, երկարվեստում։ Եվ ցավոք սրտի այսօր երիտասարդներից շատերն որ եթե փողոցում հարցնենք օրինակ գիտեք ով է Օֆելիա Համբարձումյանը։ Ցավոք սրտի նրանցից շատերը միգուցե չպատասխանեն կամ ընդհանրապես ոչինչ չիմանան նրա մասին։ Այդ կարևորության մասին կուզեմ խոսենք, հա, որքանով է պետք նոր սերնդին ներառել նմանատիպ համերգների։ Այսինքն համագործակցել ուսումնական հաստատությունների հետ կամ առասարակ շեշտը թիրախը դնել հենց նոր սերնդի վրա։ Իմ կարծիքով շատ է պետք, որովհետև կոնկրետ երկրից դուրս որ հիմա գնում են մեր տարիքային երկրից դուրս հենց այդ ում էր հասնենք Օֆելիա Համբարձումյանին գիտեն։ Ես գիտեմ, հա, բացի ստեղից չգիտեմ, խնդիրը երևի ռոպագանդայի մեջ է։ Մի ժամանակ էլ հիշում եմ երաժշտական դպրոցներում ժողովնվագարանները բոլոր անվճար էր։ Բայց էլի չէին գալիս, էլի, չգիտեմ, հետագայի խնդիրն է, ինձ թվում է, որ հետո աշխատանքի խնդիրներ են լինում, աշխատատեղերի խնդիրներ են լինում նվագարանների, այսինքն մենակ այդ կողմի վրա են մտածում, էլի, լիքը մարդիկ, բայց չգիտեմ, ինձ պետք։ Մտածում եմ միան գումարներ աշխատելու մասին։ Հա, գումարների համար են մտածում, հիմա այս ժամանակաշրջանի մասին է խոսքը, էլի։ Բայց չգիտեմ, ես շատ կուզեմ էլի, որ իմ տարիքայինների հետ ես շփվելու թեմաներ ունենամ։ Շատ քիչ են, կան, որ ինֆորմացված են, բայց շատ քիչ են իրոք։ Օրինակ Արա Գևորգյանը երբ որ մեր հյուրն էր, վերջերս մենք խոսում ենք, չգիտեմ տեղեկեք թե չէ, ստեղծվել է մի նոր երաժշտական գործիք, որը ընդհանրապես, եթե չեմ սխալվում, 5 հատն է ու այս պահին ընդհանրապես, այո, հասկանում, ընդհանրապես 1 հատն է իր մոտ մնացել, որը որ ուսումնական հաստատություններից կողմից պետք է փոխանցվեր, այո։ Այնակ, երբ մենք խոսում ենք Արայի հետ, թե ցավոք սրտի այսօր եթե երաժշտական գործիքներն էլ եթե ընտրում է երիտասարդությունը, նայում են հետագայում որքան գումար կարող են աշխատել, եթե տիրապետեն այդ գործիքին։ Ըստ իս դա ամենամեծ սխալն է, եթե առաջնորդվում են սկզբում հենց դրանով, որքան գումար ենք աշխատելու, հա, եթե շատ ենք աշխատելու, սովորենք այս գործիքին։ Ճիշտ ենք մենք նկատել, արդյոք երիտասարդությունը իրոք այսօր հիմա այդպես են նայում, եւ շատ գործիքներ ունենք, ցավոք սրտի, որոնք մոռացված են, պահանջարկը չկա, հետաքրքրված չեն։ Ճիշտն ասած, հենց մեր շատ սիրելի Արա Գևորգյանի ներդրած ջանքերով ստեղծվեց մեր ազգային նվագարանների պետական նվագախումբը, ուզում եմ անպայման նշեմ, քանի որ այսօր շատ հիշեցիք իրեն։ 2005 թվականին նրա շնորհիվ պետականացվեց մեր ազգային նվագարանների նվագախումբը, շատ այսպես ասած ցավալի էր նրա համար, որ մենք չունեինք ազգային նվագարաններ։ Ունեինք ջազ նվագախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, բայց այդ տարիներին ազգայինը գրեթե չկար, այսպես ասած։ Լուրջ հիմքերի վրա դրվեց նրա շնորհիվ։ Նաև մեր մայստրո Նորայր Դավթյանի ջանք եւ եռանդով, ով դառավ մեր դիրիժորը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, մենք սկսեցինք շատ լուրջ աշխատանք կատարել
եւ 20 տարի արդեն ազգային նվագարանները գործում են։ Մենք այս տարի մեր 20-ամյակը նաեւ նշեցինք ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի շնորհիվ մեր տնօրեն պարոն Սարգսյանի նաեւ ջանքու եռանդով շատ գեղեցիկ միջոցառում կազմակերպեց Արամ Խաչատրյանի համերգասրահում, մենք նշեցինք մեր 20-ամյակը։ Ինչի եմ սա պատմում, որ ասեմ, որ այն ժամանակվանից ազգային նվագարանների հանդեպ, այսինքն 2005 թվականից այդ պրոֆեսիոնալ հիմքը դրվեց։ Հետո մենք բոլորս գրեթե 16-17 տարեկան այդ ձեր ասած տարիքի պատանի երաժիշտներ էինք, որ մենք չգիտեինք հետո ինչ էր լինելու, անկեղծ ասած մեր ճակատագիրը, մեր գումարայինը կամ չգիտեմ մասնագիտական վերելքները, բայց յուրաքանչյուր մարդ ինքը Աստծո կողմից ինձ թվում է իր ճանապարհը ընտրված ունի, որը որ վերևից սենց իրան ցույց են տալիս, որ դու ճիշտ ես գնում, այսպես պետք է գնաս։ Ու եթե դու աշխատասեր ես լինում, նաև օգտվում ես քո կողքի երաժիշտներից, ովքեր որ մի քիչ ավելի փորձառու են այդ մասնագիտության մեջ, նրանց օգնությամբ կարողանում ես հասնել արդյունքի եւ աշխատասիրության օգնությամբ։ Եվ մեր երաժիշտները, նվագախմբի գրեթե բոլոր երաժիշտները այսօր դասավանդում են եւ մանկավարժական համալսարանում կլինի, կոնսերվատորիայում դասախոսներ կլինեն, երաժշտական դպրոցներում համարյա բոլորը մեր աշակերտներն են։ Այսինքն նույն Արա Գևորգյանը շատ մեծ ներդրում ունեցավ ժողարվեստի մեջ, դրա համար ինքը այնքան ցավագին է տանում, որ ինչ որ մի բան այնպես չի լինում։ Մեր հիմքն է, մեր արմատն է, ես միշտ նշում եմ, մեր ժողարվեստը ուսուցողական է եւ մենք այսքան տարիների ընթացքում ունենում էինք նաեւ դպրոցական մանկական ֆիլհարմոնիայի նախագիծ, որտեղ դպրոցական տարիքի երեխաներին բերում էինք դահլիճ եւ սովորեցնում էինք նվագարանները, այսինքն յուրաքանչյուր նվագարանի մենակատար պատմում էր նվագարանի պատմության մասին, նվագում էր նվագախմբի հետ իր մենանվագը ու երեխաները այնքան ոգևորված էին դահլիճից գնում, որ հետո այդ նույն երեխաներին նաև հանդիպում ենք երաժշտականներում, որ մի որոշ ժամանակ հետո նստված կա թողել այդ ինֆորմացիան իրենց մեջ, ու իրանք եկել են ընտրել են որևէ նվագարան ժողգործիքներից։ Այնպես որ մեր երաժիշտները պետք է ինձ թվում է միշտ ժող արվեստի մեր մասնագիտության մեջ արթուն լինեն, չկոտրվեն, որովհետև սա այն թանկարժեք գիտելիքն է, մեր ազգային, չգիտեմ, կարևոր արժեքն է, որ մենք պետք է մեկս մյուսին փոխանցենք։ Այո։ Այդպես։ Շնորհակալ ենք շատ։ Գիտեք, նայեք, ինչքան բան պատմեցիք, որ Արան համեստություն էր արել, չի կիսվել մեր հետ այդ ամենով։ Չնայած Արան այն մարդկանցից է, ով շատ բաներ է անում, որ չեն հավատում, որ նա կարող է անել դա, հասնել իր նպատակին, ցանկությունս մեն անհնարին բաներ է ուզում, բայց նա ապացուցում է, որ միջև վերջ գնում է եւ հասնում է իր ուզածին։ Ռեկորդները խոսում են այդ մասին։ Այո, հայրենասեր մարդ է եւ հայրենանվեր գործեր անում։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ նոյեմբերի 12-ին ժամը 19-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի Արոն Բաբաջանյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ Բարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա Օֆելիա Համբարձումյան 100 խորագիրը կրող հոբելյանական համերգային ծրագրով։ Իսկ մեր հյուրերն էին Սանթուրա Հարուհի, Քրիստինե Մնացականյանը եւ Դուդուկահար Գագիկ Հակոբյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ շարունակություն։ Դա օր հագեցած տպավորիչ օր։